Ախալքալակի Վաչյան գյուղում օրը սովորական չէր, գյուղը տոնում էր իր պատմությունը միավորելով մի քանի կարևոր ու հիշարժան առիթներ։ Վաչյանում միանգամից 3 կարևոր առիթ նշվեց՝ մանկապարտեզի 15-րդ տարեդարձը, դպրոցի 50-ամյակը եւ ամենակարևորը՝ գյուղում տեղադրվեց Սուրբ խաչը։ Տոնը գյուղ բերեց ոչ միայն վաչյանցիներին, այլև բազմաթիվ հյուրերի Հայաստանի տարբեր շրջաններից, Վրաստանից, հարակից բնակավայրերից ու համայնքներից։ Գյուղ վերադարձան մարդիկ, որոնց համար Վաչյանը պարզապես բնակավայր չէ, այլ ծննդավայր, մանկություն, հայրական տուն ու հիշողություն։ Տոնական միջոցառմանը ներկային Վրաստանի խորհրդարանի падգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալակի քաղաքապետ Մելքոն Մակարյանը եւ Սագրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը։ Տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց գյուղում կազմակերպված ֆուտբոլային խաղով։ Մրցաշարին մասնակցեցին գյուղի երիտասարդները, ցուցադրելով մարզական ոգի, թիմային աշխատանք եւ առողջ մրցակցություն։ Խաղի ավարտին հաղթող մասնակիցները պարգևատրվեցին մրցանակներով, արժանանալով ներկաների ջերմ ծափողջուններին։ Մեր բնիկ վաչյանցիների ավանդությունը ընդհանրապես առաջի հերթին եղել է բարեկամական կապը, լավ հարևանությունը։ Պիտի ասեմ, մեր տրադիցիաները հին երկու բառը մենք մեջի ենք ասում, այն ժամանակվա մեջին որն էր, ուրեմն վերմիշել էին պատրաստում, բուրդ էին գզում, հավաքում էին ջահել աղջիկներին, մի օդայի մեջ մեծ որտեղ տարած կար, սկսում են երկու բառով այդ արարողությունները կատարել։ Տոնական օրվա առաջին կարևոր կանգառը Վաչյանի մանկապարտեզն էր, որը նշում էր հիմնադրման 15-ամյակը եւ որի բարերարն էր Լյոբա Մանուկյանը։ 15 տարին առաջին հայացքից ընդամենը մի թիվ է թվում, բայց գյուղի համար այդ տարիների յուրաքանչյուր օր իր պատմությունն ունի։ Այդ պատերի ներսում մեծացել են երեխաներ, հնչել են մանկական ծիծաղ ու երգեր, ձևավորվել են առաջին ընկերություններ, իսկ շատերի համար հենց այստեղ են սկսվել կրթության առաջին քայլերը։ Վաչյանի մանկապարտեզի պատմությունն առանձնահատուկ է նաեւ իր ստեղծման պատմությամբ։ Այն գյուղին է նվիրվել բարերարների կողմից իրենց մայրիկի հիշատակին։ Ընտանիքի համար թանկ ու հարազատ հիշողությունը նրանք վերածել են մի գործի, որն այսօր պատկանում է ամբողջ գյուղին։ Նրանք իրենց հայրական տունը դարձրել են երեխաների տուն, սա պարզապես շինություն նվիրելու պատմություն չէ։ Սա այն պատմություններից է, երբ ընտանիքի անձնական հիշողությունը դառնում է համայնքի ընդհանուր ժառանգությունը։ Այդ տան պատերի մեջ այսօր արդեն ուրիշ երեխաների մանկությունն է ապրում։ Եվ հենց այդ պատճառով մանկապարտեզի 15-ամյակը դարձավ ոչ միայն հոբելյանական տարեթվի նշում, այլ մեծ երախտագիտության օր։ Հրաշքը, որ կյանքում արել եմ ու այդ իմ միտքն եղել իմ մտածմունքը, այդ մեր մանկապարտեզն է, որ հորս տունը շատ մարդիկ գնալով Վաչյան գյուղից ծախել են իրենց հորը տունը, քանդել են, քանդվել է սա մեր կողքի տունը։ Ես որոշեցի եղբայրներիս հետ մեկտեղ որոշեցինք ոչ թե ծախենք, այլ նվիրատվություն ունենք մեր գյուղին ու որ հորս տունը միշտ չի չարլի մանուկներին, որոշեցինք մանկապարտեզ ենք, այդ ամենաերևի լավ բանն էր, որոշումներ, որ կյանքում մենք արենք։ Երբ մանկապարտեզի ու դպրոցի խորհուրդը միավորվեց, տոնն անցավ իր ամենահոգևոր ու խորհրդանշական փուլին։ Վաչյանում տեղադրվեց մեծ խաչ Խաչատուր Դիլբանդյանի բարերարությամբ, որի օծման արարողությունը դարձավ օրվա կարևոր իրադարձություններից մեկը։ Գյուղացիներն ու հյուրերը բարձրացան դեպի խաչը հոգևորականի առաջնորդությամբ մասնակցելու օծման արարողությանը։ Խաչի օծումը դարձավ ոչ միայն հոգևոր արարողություն, այլ գյուղի համար նոր խորհրդանշի ծնունդ։ Խաչը օծվեց որպես հավատքի նշան, որպես օրհնության ու պաշտպանության խորհուրդ, որպես տեսանելի հիշեցում այն մասին, որտեղ կա հավատ, այնտեղ կա նաև ուժ, պահպանելու տունը, գյուղը, ընտանիքն ու ավանդույթը։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ երկինսես, Սուրբ Եղիսի անուն քո, Եկեղեցի արքայություն քո, Եղիսի կամ քո, որպես երկինս եւ երկին։ Տոնին ներկա են բազմաթիվ հյուրեր։ Վաչյանի տոնը միավորել էր մարդկանց Հայաստանի տարբեր շրջաններից, Վրաստանից, հարակից գյուղերից ու բնակավայրերից։ Գյուղ էին եկել նաև մարդիկ, որոնց ճանապարհը տարիներ առաջ հեռացել էր Վաչյանից, բայց որոնց սրտում գյուղը մնացել էր նույնքան հարազատ։ Կեցցե Ջավախքը Հավիտյան, կեցցե մեր գյուղը պատմապան, կեցցե Սուրբ խաչը պապեկան, կեցցե Վրաստան ու Հայաստան, Աստված լինի ձեզ պահապան։ Տոնական միջոցառման ընթացքում բազմաթիվ հյուրեր ու բարերարներ հանդես եկան շնորհավորանքի ու շնորհակալության խոսքերով։ Խոսվեց Վաչյանի անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Խոսվեց այն մարդկանց մասին, ովքեր տարիներ շարունակ իրենց ներդրումն են ունեցել գյուղի կյանքում, աջակցել կրթական ու համայնքային նախաձեռնություններին եւ իրենց գործով փորձել ուժեղացնել ծննդավայրը։ Հնչած խոսքերի մեջ մեկ ընդհանուր միտք կար՝ գյուղի ուժը նրա մարդկանց մեջ է։ Այն մարդկանց, ովքեր հեռացել, բայց չեն մոռացել, այն մարդկանց, ովքեր մնացել են ու շարունակում են կառուցել, եւ այն մարդկանց, ովքեր ամեն անգամ վերադառնում են իրենց հետ բերելով նոր գաղափարներ, նոր աջակցություն ու նոր հույս։
Հոգևոր արարողությունից հետո տոնական օրը շարունակվեց մեծ համերգային ծրագրով։ Բեն Բարձրացյան երգիչներ հնչեցին ազգային ու ժողովրդական երգեր, իսկ տոնական տրամադրությունը տարածվեց ամբողջ գյուղում։ Համերգին մասնակցեցին տարբեր կատարողներ, իսկ Վաչյանի բնակիչներն ու հյուրերը հանդիսատեսից վերածվեցին տոնի անմիջական մասնակիցների։ Ժավախի մեծ լերն աշխարում, իմ շենգյուղն է ծլում ծախում, չեք եղել դուք եկեք։ Տոնական օրվա ավարտը ոչ պակաս տպավորիչ էր, երբ համերգային ծրագիրը մոտեցավ ավարտին, Վաչյանի երկինքը լուսավորվեց տպավորիչ հրավառությամբ, քիչ անց Վաչյանը լուսավորվեց նաև խաչի լույսերով։ Գայանե Հովհաննիսյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։ Կամ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կամ աշխատեք։ Այս մասին եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ անդրադարձել 3 տեղի ունեցած միջադեպին։ Այս ընդդիմությունը, հարգելիս ընդդիմությունը, այս ինչ լեգիտիմության թեմա է առաջ քաշում։ Ժողովուրդ ջան, լեգիտիմ չի։ Ասել եմ դեռ նախորդ գումարման խորհրդանի վերջում, վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում է ձեզ, հեղափոխություն արեք, ժողովուրդ ջան։ Ավելի լավ հեղափոխական իրավիճակ, քան ոչ լեգիտիմ ընտրությունը, ոչ լեգիտիմ իշխանությունը չկա։ Դա դրախտ է ցանկացած ընդդիմության համար։ Ձևերն էլ ցույց ենք տվել, գնացեք Գյումրիից, քայլելով կամ վազելով կամ այն մի ընդդիմությունը բանից էր գնաց, տարբեր կողմ, 4 կողմերից էին գնացել, չգիտեմ, նստեք են աթոռին, նստեք են, գնացեք հեղափոխություն արեք։ Այս ինչի մասին է խոսքը։ Այդ ես ընտրություններից առաջ եմ, կեղծվել են ընտրությունը, այդ ում ձայնն է կեղծվել, ասել եմ հրապարակ կոչ եմ, ես եմ կոչ արել ժողովրդին դուրս գալ եւ հեղափոխություն անել։ Բայց եթե ինչի են այս մարդիկ անդադ չեն կողմնոսում, գնում են, գալիս են, դուրս են գալիս, ներս են մտնում, որովհետև այս մարդիկ լեգիտիմության խնդիր իրանք ունեն։ Իրանք այս դահլիճում տիրոջ կարգավիճակ չունեն, իրանք հասկանում են, որ տնվոր են, գործուղված ինչ որ մի միսիայի մասին ու գիտեք, իրադարձությունները արագ են զարգանում, չի գալիս հանձնարարականը ինչ անել, չեն կողմնորոշվում, գնում են, գալիս են, գնում են, գալիս են։ Ես կարծում եմ, բայց սա իրանց պրոբլեմը չի, սա մեր պրոբլեմն է, սա Հայաստանի Հանրապետության պրոբլեմն է, եւ ես կարծում եմ, որ այս ընտրությունը կամ մանդատները վայր դրեք եւ զբաղվեք հեղափոխությամբ, կամ եկել եք, նստեք, աշխատեք, ամեն բառի վրա նեղանալ գնալը, չեմ կարծում, թե ուժեղության նշան է։ Այստեղ իհարկե քննարկումը շատ ակտիվ չեղավ, ես չեմ հիշում, գիտեք, որ ես 2 օր տևի կառավարության ծրագրի քննարկումը, ճիշտ է չեմ ստուգել, բայց գոնե տպավորություն, այդ եմ ասում, տպավորությունների մակարդակում այս ամենակարճ քննարկումն է կառավարության ծրագրի, այս 4-րդ ծրագիրն է, որ այո, 4-րդ ծրագիրն է, որ մենք քննարկում ենք, բայց քննարկվող հարցերի մեջ էլի հայաստանյան ծառայելական Սուրբ եկեղեցու հետ կապված հարցերը որոշակի դերակատարում ունեին, ընդդիմության ներկայացուցիչը ասում է, ձեր իդեալը բանի, հոգևորականի, Նավասարդ Կճոյանն է եւ դուք ուզում եք նրա միջոցով։ Ես ձեզ ուզում եմ ուղիղ ասել, եթե Գարեգին բն Էրիկա կամ Կտրիչ Ներսիսյանը, արեք դե ժողովուրդ,
Մի հրամարեք։ Չէ։ Տրամաբանությունը կոտրվեց։ Պարոն Ղազարյան, ձեզ նկատողություն եւ նախազգուշացում։ Շատ լավ։ Եթե ընդունի այդ օրակարգը, ես այս ամբիոնից հանդիսավոր կերպով ասում եմ, որ ես կնստեմ եւ իր հետ կքննարկեն ամենայն հարգանքով այդ օրակարգը։ Ես չեմ ասել երբեք, որ գիտեք ինչ կան մերոնքականներ եւ կան ոչ մերոնքականներ, որոնց մի մասը կարա բարեվարկության կանոնները պահի, մյուս մասը չպահի։ Ես միշտ ասել եմ եւ իմիջայլոց Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգը հստակ ձևակերպված է։ Բարեվարկության կանոններ եւ այդ կանոնները պահելու հստակ մեխանիզմներ։ Ես ավելին աշխատանքային մակարդակով ասել եմ, որ ես այո, կարծում եմ, որ նաեւ պետությունը կարող է ելքի որոշակի ճանապարհ ապահովել նման բոլոր հոգեվորականների համար, բայց խոսքը այո մեր ազգային արժեքների պահպանության մասին է, որովհետև մեր ազգային արժեքները դեֆորմացված են հենց այդ փաստի բերումով։ Մենք ոնց կարանք ժողովուրդ, լավ եկեք ամեն ինչ դնենք մի կողմ, քաղաքական, մենք ոնց կարանք հանդուրժենք, որ մեր սրբություն սրբոցը ախտահարված է։ Լավ եկեք ամեն ինչ դնենք մի կողմ։ Ուզում եք վեհափառ ասենք, ուզում եք Գարեգին Բ ասենք, ուզում եք Կտրիչ Ներսիսյան ասենք, ինչ ուզում եք ասեք։ Այդ ամեն ինչից անդին կամ փաստեր, որոնց մասին գիտի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի եւ յուրաքանչյուր հավատացյալ։ Այդ լեգիտիմության խնդիրը տեղ է, լեգիտիմությունը գերկարևոր հարց է։ Ես փոքրուց եմ երազել իմ եղբորը ծառայել իրականում, ու հետո պատրեց, որ իրան տարեկետում տվեցին, ու ես շատ էի ոգևորվել, որ վերջապես եղբորս հետ կծառայեմ, մանկությանս երազանքը ինչ որտեղ իրականացավ։ Այս հարցազրույցները նկարահանվել են 2024 թվականի ամռանը, որտեղ Էդուարդ ու Գագիկ Ներսիսյանները նորակոչիկներ էին։ Նախախնամություն էր, թե պատահականություն, բայց եղբայրներին բարդ վիճակվեց ծառայել միասին։ Այսօր արդեն նրանք զորացրվում են։ Եղբայրները հավաքում են իրերը, վերջին անգամ զինվորականին վայել հարդարվում ու դուրս գալիս զորանոցից։ Ու քանի դեռ ժամանակ կա նախքան հանդիսավոր արարողությունը, Ներսիսյան եղբայրները շտապում են ծառայեկից ընկերների հետ վերջին րոպեները վայելելու։ Տանկագին Տունքը գամ ես կրկին կսվոպեմ կողքին Ամբույրով սրտագին Կսեղնեմ քեզ իմ կրսկին Ախ հիմա Երկու եղբայր, որ են ծառայում, ծառայությունը շատ անգամ ավելի հեշտ է, որովհետև որ գիտես թիկունքիդ քո հարազատ եղբայրն է կանգնած, իմ դեպքում մեծ եղբայրս է կանգնած ու ավելի վստահ ես քո քայլերի մեջ։ Անցնող 2 տարիների ընթացքում Ներսիսյանի եղբայրները հերթապահություն իրականացնող ստորաբաժանման կազմում պաշտպանել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի իրենց վստահված հատվածը։ Նրանք դա արել են մեծագույն պատասխանատվությամբ ու հոգու պարտքով, օրինակ դառնալով զինակից ընկերների համար։ Այդ մասին են վկայում զինվորական համազգեստի վրա աչք շոյող կրծքանշանները։ Ծառայությունը մեծ մի փորձաշրջան էր ու ինչ խոսք շատ լավ բաներ մեզ տվեց։ Մենք ունեցանք շատ նոր ընկերներ, կոփվեցինք ֆիզիկապես, հոգեպես։ Տարատեսակ հմտություններ ձեռք բերեցինք, մասնագիտական։ Պարոն փոխգնդապետ կրծե սերժանտ Ներսիսյանը ներկայացել է զորացրման կապակցությամբ։ Շնորհակալություն։ Զինվորական գրքույկներն արդեն զորացրվող տղաների ձեռքին են։ Վերջին անգամ նրանք անցնում են շարային երթով ու պատվի առնում հրամանատարական կազմին շնորհակալություն հայտնելով մշտապես նրանց աջակից լինելու համար։ Մեր ընտանիքում ծնողները զինվորական էին, էլի բարեկամներ ունենք, որ զինվորական են եղել, քեռիներ, հոպարներ
Դե մենք փոքրուց միշտ էլ տեսել ենք այդ զինվորական կյանքը ինչպիսին է, դրա համար մենք տենց ողջավորվածությամբ սպասում ենք ծառայությանը։ Տղաների հայրը կապիտան Արշակ Ներսիսյանը ռազմական օդաչու է եղել, զոհվել է 2008 թվականի նոյեմբերին ուսումնական թռիչքի ժամանակ։ Ամուսնու մահից հետո զինվորական ուսադիրներ է կրել նաև տղաների մայրը Արմինե Հայրապետյանը։ Այսօր արդեն զինվորների մայրը ներքին գործերի նախարարության գնդապետ է։ Նրա համար գնված անուշաբույր ծաղիկներն արդեն տղաների ձեռքին են։ Եվս մի քանի րոպե եւ տեղի կունենա այդքան սպասված եւ ինչ որ չափով անակնկալ հանդիպումը։ Ես երջանիկ եմ անկեղծորեն, որ իրենց ծառայությունը հայրենիքին պատվով են կատարել։ Տիկին Արմինեի խոսքով երկու որդիներին բանակ ճանապարհելով կրկնապատկվել են սպասումի ու կարոտի զգացողությունները, բայց միևնույն ժամանակ թեթևություն կար։ Մեկը մյուսի կողքին էր, ոչ միայն որպես սրտակից եղբայր, այլև զինակից ընկեր։ Օրենքին ձեռած հնարավորությամբ զոհված ծնող ունենալու փաստով Էդուարդ ու Գագիկ Ներսիսյանները կարող էին օգտվել հերթապահություն չիրականացնելու արտոնությունից, սակայն եղբայրները գրավոր հրաժարվել են դրանից։ Ամեն մեկը իր ծառայությունը, եթե մեր հայրենիքին արժանի ձևով անի, մենք մեր տունը շենքը պահենք։ Տաթևիկ Աբրահամյան, Ռազմիկ Տիգրանյան։ Հայաստանը կարող է հեռանալ ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությանն անդամակցությունը նրան այլևս պետք չէ, նշել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ինքը գոհ կլինի, եթե Հայաստանին հեռացնեն ՀԱՊԿ-ից։ Եթե Երևանն իր ազգային շահերից ելնելով այլևս կարիք չունի տարածաշրջանային անվտանգության ապահովման համար այդքան կարևոր կազմակերպությանն անդամակցությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու եւ դուրս գալու կառույցից, նշել է Պեսկովը։ Պաշտոնյանն նաեւ հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելուց հետո Հայաստանը ԵԱՏՄ-ում կբախվի խոր հակասությունների, որոնք կվնասեն երկրին։ Նրա խոսքով Հայաստանը տարբեր ոլորտների վերաբերյալ իր օրենսդրությունը պետք է համապատասխանեցնի Եվրամիության ստանդարտներին, իսկ դրանք չեն համընկնում ԵԱՏՄ-ում գործող նորմերի հետ։ Իր հերթին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի հետ բուսասանիտարական վերահսկողության շուրջ։ Նրա խոսքով հայկական միրգն ու բանջարեղենն անորակ չեն, պարզապես առկա են վնասատուներ եւ հիվանդություններ։ Օվերչուկը նշել է, բուսասանիտարական վերահսկողության պահանջները պետք է կատարվեն, քննարկումներ են ընթանում։ Ուկրաինայում նշում են անկախության 35-ամյակը։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այս առիթով պարգևներ է հանձնել զինվորականներին, նաև պարգևատրել միջոցառմանը ներկա համաշխարհային առաջնորդներին։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է, որ Եմեն կուժեղացնի ճնշումը Ռուսաստանի վրա, մինչև այն չդադարեցնի սպանությունները։ Էնդի Բըրնհեմը, որը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում իր առաջին օտարերկրյա այցը կատարել է Կիև, նույնպես վերահաստատել է, որ կշարունակեն աջակցել Ուկրաինային, չնայած Մոսկվայից հնչող սպառնալիքներին։ Բրիտանիայի կառավարությունը նաև MBDA պաշտպանական ընկերությանը թույլ է տվել գաղտնազերծել բրիտանա-ֆրանսիական արտադրության սկալփեռահար հրթիռների բաղադրիչների վերաբերյալ տեղեկատվությունը, որը թույլ կտա դրանք արտադրել հենց Ուկրաինայի տարածքում։ Կրեմլից արձագանքել են, նշելով. «Ծայրահեղ բացասական են վերաբերվում այս որոշմանը»։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով Բրիտանիան մեթոդաբար եւ կանոնավոր կերպով յուղ է լցնում կրակի վրա։ Ի պատասխան այս հայտարարության Էնդի Բըրնհեմը նշել է. «Իսկ ով է վարել կրակը, դա է հարցը»։ Կիևում նաև տեղի է ունեցել Ուկրաինային աջակցության նպատակով միավորված երկրների կամեցողների կոալիցիայի հանդիպումը, որին տեսակապով միացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա շեշտել է հոբ հրթիռների մատակարարումներն արագացնելու անհրաժեշտությունը։ Բըրնհեմն իր հերթին նշել է, որ Լոնդոնը եւ Փարիզը կօգնեն Կիևին բրիտանա-ֆրանսիական հրթիռների արտադրության հարցում։ Զուգահեռ Եվրոպական հանձնաժողովը 6.1 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային պաշտպանական սարքավորումների գնման համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանիամ Ջայշանկարին։ Կողմերը նշել են երկու երկրի միջև տնտեսական համագործակցության զգալի աճի մասին։ Պուտինը դրական է գնահատել Ռուսաստանի եւ Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառությունը, նշել քննարկման հարցերից են էներգետիկան եւ պարարտանյութերի մատակարարումը։ Ջայշանկարը Մոսկվայում է երկօրյա պաշտոնական այցով։ Նախատեսվում է նաեւ հանդիպում Ռուսաստանի արտգործնախարարի հետ։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել է, որ օգոստոսի 24-ից մեկնարկում է Իրանի դեմ ֆինանսական ամենախոշոր գործողությունը, որը Վաշինգտոնն անվանում է տնտեսական D-Day։ Այն համեմատելով երկրորդ աշխարհամարտի ժամանակ Նորմանդիայում ամերիկա-բրիտանական զորքերի ապհանման հետ։ Բեսենտի խոսքով նպատակն է կտրել Իրանի բոլոր տնտեսական կենսապահովման շղթաները, մինչև Թեհրանը մենակ մնա։ Պաշտոնյան շեշտել է, նրանք, ովքեր վախենում են մարտահրավեր նետել Իրանին, պետք է նաև չանտեսեն Վաշինգտոնի համբերությունը փորձելու գինը։ Իրանից արձագանքել են այս հայտարարությանը։ Երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմի շարունակման դեպքում անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցից կամ Պարսից ծոցի որևէ այլ վայրից։ Նա շեշտել է ցանկացած երկրի մասնակցությունը կամ աջակցությունն ամերիկյան տնտեսական պատերազմին Իրանը կդիտարկի որպես իր ժողովրդի դեմ պատերազմական գործողություն։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային նույնպես Միացյալ Նահանգների տնտեսական ճնշմանը միացող երկրներին սպառնացել է հետևանքներով։ Պաշտոնյան հավելել է, Թեհրանը պատժամիջոցներին հակազդելու համար կօգտագործի իր բազմակողմ բոլոր հնարավորությունները։ ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային պատերազմը սրվում է։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից կանադական մեքենաների, բեռնատարների, ավտոպահեստամասերի և պողպատի նկատմամբ մաքսատուրքերը կբարձրանան մինչև 50%։ Թրամփի խոսքով Կանադայի նկատմամբ այլևս չի լինի այնպիսի վերաբերմունք, ասես այն ԱՄՆ-ի նահանգներից մեկն է։ Վարչապետ Մարկ Քարնին իր հերթին հայտարարել է, որ սեպտեմբերի 8-ից պատասխան մաքսատուրքեր կսահմանի ամերիկյան ապրանքների, այդ թվում պողպատի, կաթնամթերքի, կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի նկատմամբ։ ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային բանակցությունները վերջին պահին ձախողվել են և Վաշինգտոնն օգոստոսի 22-ից 50% մաքսատուրքեր է սահմանել մոտ $20 միլիարդ արժողությամբ կանադական ապրանքների նկատմամբ։ Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում նախնական արդյունքներով հաղթանակ է տարել իշխող Ադիլետ կուսակցությունը, ստանալով ձայների ավելի քան 71%։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 74%։ Երկրորդ տեղը զբաղեցրած Այուլ կուսակցությունը ստացել է ձայների 6.2%։ Երրորդ տեղը զբաղեցրել է Ռեսպուբլիկա կուսակցությունը 5.5%-ով։ Օգոստոսի 23-ին անցկացված խորհրդարանական ընտրություններն առաջինն էին հուլիսի 1-ին նոր սահմանադրության ուժի մեջ մտնելուց ի վեր։ Նոր սահմանադրությամբ երկպալատ խորհրդարանից անցում է կատարվել միապալատ խորհրդարանի, որն ունի 145 անդամ։ Սյուզաննա Չրաղյան։ Ճամբարակ Հ7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Աղբերքի եւ Այգուտի տեղամասերում ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման ճանապարհի անցանելիության ապահովման աշխատանքներ են կատարվում։ 1247 գծամետր ընդհանուր երկարությամբ ճանապարհը մշտապես տուժել է սողանքներից։ 2025 թվականին Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ սողանքային այս տեղամասերում շինարարություն էր սկսվել եւ արդեն այս տարվա օգոստոսին գրեթե ավարտական փուլում է։ Տարածքներ կա 3 մետր քանդում իջնում ենք, տարածքներ կա 3 մետր լիցք ենք անում, հողային աշխատանքներ ենք անում, իրան հարթեցնում ենք ինչքան հնարավոր է ճանապարհը լենացնում ենք, արդեն ավարտին ենք հասցնում։ Սողանքի հետևանքով ճանապարհի երկու տեղամասերում էլ դժվարություններ էին առաջացել տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այգուտի հատվածում արկա էր նաև ստորգետնյա ջրերի կառավարման խնդիր, ջրահեռացման մետաղյա խողովակները, արգելափակոցները, կոպճային շերտն ու ասֆալտի ֆրեզի ծածկն արդեն տեղադրված են։ Որոշում է կայացվել առաջիկա 1 տարում ասֆալտ-բետոնե ծածկ չտեղադրել։ Փորձենք հասկանանք 1 տարվա ընթացքում ինչ խնդիրներ են առաջանում, ըստ այդմ էլ հաջորդ տարիներին գործողությունները երևի կշարունակվի։ Շատ կարևոր ինքը ճանապարհը հանրապետության համար, որովհետև մի քանի մարզ կապում է, նաև туриզմի խթանման լուրջ խնդիր է լուծում այստեղ։ Հուսով ենք, որ որևէ խնդիր չի լինի, որովհետև զուտ մասնագետներ են աշխատել եւ մասնագիտական գնահատականներ են տվել եւ մասնագիտական աշխատանքներ են իրականացվում։ Շինարարության արժեքը 138 միլիոն դրամ է, որն ամբողջությամբ հատկացվել է պետական բյուջեից։ Աշխատանքների ավարտին ավտոճանապարհի երկու տեղամասերում էլ կապահովվի անվտանգ երթևեկություն, վստահեցնում են շինարարները։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան։
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել եւ շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական եւ տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։ Նախաքննությամբ ստացված տվյալների համաձայն գույքերի իրական պատկանելությունն ու հանցավոր ծագումը քողարկելու նպատակով դրանք ձևակերպվել են փոխկապակցված ընկերությունների անվամբ, իսկ հետագայում ձեռք բերված գույքերը տնօրինվել են դրանք կառուցապատելու եւ վաճառելու, երրորդ անձանց օտարելու, ինչպես նաեւ սեփականատեր ընկերությունների բաժնեմասերը փոխանցելու միջոցով, այդ թվում նվիրատվությամբ։ Այսպես, Աճարյան եւ Ծարավ աղբյուր փողոցներին հարող 8.3 հեկտար հողամասը ձեռք է բերվել 44 միլիոն 657 հազար դրամով, որտեղ 2002 թվականին կառուցվել է Play City ժամանցային կենտրոնը, իսկ 2 տարի անց 2004 թվականի նոյեմբերի 15-ին գույքի սեփականատեր Fast Card ընկերության 50% բաժնեմասը նվիրատվությամբ փոխանցվել եւ գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։ Կասկադ համալիրի ձախակողմյան հատվածում գտնվող 2 հեկտար հողամասը ձեռք է բերվել 39 միլիոն 630 հազար դրամով։ Այն հետագայում փոխանակվել է Երևանի առավել բարենպաստ հատվածում գտնվող պետությանը պատկանող նույն մակերեսով այլ հողամասի հետ, որն այնուհետև օտարվել է 1 միլիարդ 741 միլիոն 931 հազար դրամով։ Եռասպասարկում պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում գտնվող Պարոնյան 8 հասցեի շենքը ևս ձեռք է բերվել 40 միլիոն դրամով, որտեղ հետագայում կառուցված բազմաբնակարան շենքի 331 միլիոն 800 հազար դրամ շուկայական արժեքով 600 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հասարակական տարածքներն ու 2 ավտոկայանատեղիները ձևական առուվաճառքի գործարքներով գրանցվել են նախկին նախագահի որդու անվամբ։ Գեղարքունիքի մարզում գտնվող Կապուտակ Սևան հանգստյան համալիրը ձեռք է բերվել 83 միլիոն 669 հազար դրամով, իսկ համալիրի սեփականատեր Art Build ընկերության 50% բաժնեմասը 2010 թվականի հունվարի 15-ին ձևական առուվաճառքի գործարքով գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։ Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց Պոակին պատկանող Ծիծեռնակաբերդի խճուղի 7 կոտորակ 1 հասցեի 29000 քառակուսի մետր հողատարածքն ու դրա վրա գտնվող 1700 քառակուսի մետր շինությունը ձեռք են բերվել 12 միլիոն 267 հազար դրամով։ Տարածքում 2008 թվականին կառուցվել է Orange Fitness Premium ակումբը, իսկ գույքի սեփականատեր ընկերության 50% բաժնեմասը 2009 թվականին ձևական գործարքով գրանցվել է նախկին նախագահի որդու հիմնադրած ընկերության անվամբ։ Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ պատմամշակութային հուշարձան հանդիսացող Վազգեն Սարգսյան 20 հասցեի սպայի տան շենքը եւ Նալբանդյան 16 հասցեի կիսակառույց շինությունը մի շարք իրավական նորմերի խախտմամբ պետական սեփականությունից դուրս բերելու եւ Պիացա Գրանդե ընկերության նոտարելու գործընթացը կազմակերպելու դիմաց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած անձին, որպես կաշառք փոխանցվել է ընդհանուր 2 միլիարդ 633 միլիոն 934 հազար դրամ արժողությամբ 56 անշարժ գույք, որոնց իրական պատկանելությունն ու ծագումը քողարկելու նպատակով գույքերը ձևական առուվաճառքի պայմանագրերով գրանցվել են նախկին նախագահի ընտանիքի անդամների եւ նրանց հետ փոխկապակցված կազմակերպությունների անուններով։ Մեկ այլ դրվագով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությանը պատկանող Ծովակալ Իսակովի պողոտայի 22 եւ 22 կոտորակ 4 հասցեներում գտնվող, այդ թվում գիտաարտադրական կայանի կառուցման համար նախատեսված հողամասերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 1 միլիարդ 393 միլիոն 870 հազար դրամ, մինչդեռ դրանք նախկին նախագահի հետ մտերիմ անձին պատկանող ընկերությանը վաճառվել են 4 անգամ ավելի ցածր արժեքով։ Ըստ քննության տվյալների, հողամասերն անհամեմատ ցածր գնով վաճառելու եւ Հայաստանում ճապոնական Toyota ընկերության ներկայացուցչության անխոչնդոտ հիմնադրումն ապահովելու դիմաց 2006 թվականի մայիսի 9-ին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած անձին որպես կաշառք փոխանցվել է Toyota Երևան ընկերության 30% բաժնեմասը, որի հանցավոր ծագումը քողարկելու նպատակով այն ձևական առուվաճառքի պայմանագրերով գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում նախկին նախագահը, նրա որդին եւ հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք։ Նախաքննությամբ ուսումնասիրվում են նաեւ նախկին նախագահի որդու անվամբ 2001-ից 2019 թվականների ընթացքում կատարված շուրջ 144 միլիարդ դրամի, 309 միլիոն դոլարի, 77 միլիոն
եվրոյի և 18 միլիոն ռուբլու դրամական փոխանցումների, ինչպես նաև վարույթին առնչվող անձանց և նրանց ընտանիքների անդամներին պատկանող Հայաստանում և արտերկրում գտնվող ավելի քան 3 տասնյակ անշարժ գույքերի ձեռքբերման հանգամանքները։ Գույքերի հնարավոր փոխանցումը կամ օտարումը կանխելու նպատակով ձեռնարկվել են դրանց նկատմամբ արգելանք կիրառելուն ուղղված համապատասխան գործողություններ։ Մշտապես գտնվում եք երթուղում։ Ուշադրություն եք դարձնում երթուղիներում անչափահասներին։ Անտարբերություն չեք դրսևորում հասարակական վայրերում ոգելից խմիչքներով եւ ոչ ստապ վիճակում գտնվող քաղաքացիների նկատմամբ։ Հրահանգավորումն ավարտված է, երթուղին սահմանված։ Ոստիկանության գվարդիայի շրջիկ կարգախմբերը դուրս են գալիս երթուղիներ։ Նրանց աշխատանքը միայն հասարակական կարգի պահպանմամբ չի սահմանափակվում։ Ծառայողների զգոնության եւ օպերատիվ արձագանքի արդյունքում կանխվում, հայտնաբերվում եւ բացահայտվում են հանցագործություններ։ Ոստիկանության գվարդիան բացի օբյեկտների պահպանության ծառայությունից իրականացնում է նաև հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման ծառայություններ։ Ոստիկանները մշտապես յուրաքանչյուր օր ծառայության դուրս գալուց առաջ կոնկրետ հանձնարարականներ են ստանում իրենց երթուղիներում կարևոր նշանակության օբյեկտների, առևտրային կենտրոնների եւ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ։ 2026 թվականի առաջին կիսամյակում ոստիկանության գվարդիայի ծառայողները հայտնաբերել եւ բացահայտել են հանցագործության շուրջ 600 դեպք։ Գվարդիայի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքի արդյունքում շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող զենք զինամթերք։ Արդյունք են տվել նաեւ օպերատիվ հետախուզական միջոցառումները։ Հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող անձինք։ Գրանցված ցուցանիշները ոչ միայն կանխված ու բացահայտված հանցագործությունների, այլև փրկված կյանքերի մասին են։ Հաշվետու ժամանակահատվածում գվարդիայի ծառայողների արագ արձագանքի եւ ճիշտ գործողությունների շնորհիվ կանխվել են ինքնասպանության դեպքեր։ Ծառայողները մշտապես քաղաքացու կողքին են պատրաստ ցուցաբերելու անհրաժեշտ օգնություն։ Վերջին օրերին արձանագրված դեպքը այս մոտեցման հերթական վկայությունն է։ Ոստիկանության գվարդիայի ծառայողը քաղաքացուն էր հանձնել կորցրած $3600։ Ոստիկանության գվարդիան 24/7 ռեժիմով շարունակում է ծառայությունը հանրային անվտանգությունն ապահովելու, հանցավորության դեմ պայքարելու եւ անհրաժեշտ պահին քաղաքացու կողքին լինելու հանձնառությամբ։ Օգոստոսի 17-ից 24-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5095 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 139 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 182 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 141 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 38, չամրակապված վարելու 973, առանց մանկական նստատեղի քարսիթի 48, վարելու ընթացքում ծխելու 707, վարելի սեռախոսից օգտվելու 292, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 17 եւ 1567 այլ իրավախախտում, 24 մեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 87-ը տեխնիկական զննություն չանցած, 87-ը լուսարձակների անսարքությամբ, 36-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 99 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 17657 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 227 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 312 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 420 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 71, չամրակապված վարելու 4738, առանց մանկական նստատեղի քարսիթի 350, վարելու ընթացքում ծխելու 713, վարելի սեռախոսից օգտվելու 721, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 68, արագության գերազանցման 2973 եւ 5746 այլ իրավախախտում, 100 մեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 739 տեխնիկական զննություն չանցած, 528-ը լուսարձակների անսարքությամբ, 124-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 30 վարորդու գանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 58 անձ։
Ներքին գործերի նախարարության, քրեական ոստիկանության, Գեղարքունիքի մարզային վարչության եւ համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գավառ համայնքի 64-ամյա բնակիչը ապօրինի պահում է զենք, զինամթերք եւ թմրամիջոց։ 64-ամյա տղամարդը օգոստոսի 20-ին ձերբակալվել եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 64-ամյա տղամարդու ավտոտնակում հայտնաբերվել են ինքնաձիգ F1 տեսակի 2 նռնակի պայթուցիչներ, լուսաձայնային եւ մեկնարկային 2 ատրճանակ, 2 սվինդանակ, տարբեր տեսակի եւ տրամաչափի փամփուշտներ, թմրամիջոցի նմանվող զանգվածով 3 փաթեթ, ընդհանուր 20 գրամ քաշով, իսկ բակում հայտնաբերվել է կանեփի 57 թուբ։ Նախաքննությունը շարունակվում է։ Օգոստոսի 20-ի առավոտյան համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնեց, որ գիշերը հանել տարել են Արարատյան փողոցում կայանված իր 5 ավտոմեքենաների զույգ համարանիշները։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ գողությունը կատարել են օտարերկրացի 3 տղամարդիկ, որոնք Հայաստանում չունեն մշտական բնակության վայր։ Հետագա միջոցառումների արդյունքում նույն օրը ժամը 14-ի սահմաններում 3-ն էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին բաժին։ Գողոնը հայտնաբերվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։